Ամուսնական պայմանագիրը հնարավորություն է տալիս ամուսիններին կարգավորել իրենց գույքային հարաբերությունները և որոշ դեպքերում կանխել հետագա վեճերը։ Ինչ կարող է կարգավորել ամուսնական պայմանագիրը և ինչպես կարող է այն պաշտպանել ամուսինների գույքային իրավունքները։ Մանրամասները Օֆելիա Արսենյանի պատրաստած ռեպորտաժում։ Ամուսնական պայմանագիրը իրավական գործիք է, որի միջոցով ամուսնության պատրաստվող անձինք կամ ամուսինները կարող են նախապես կարգավորել իրենց գույքային հարաբերությունները։ Այն կարող է վերաբերել ինչպես արդեն իսկ ունեցած, այնպես էլ ամուսնության ընթացքում ձեռք բերվող գույքին և որոշակի ֆինանսական պարտավորություններին։ Հայաստանում ամուսնական պայմանագիրը լայն տարածում չունի, թե հասարակության կարծրատիպերն են դրա պատճառը եւ թե իրավակիրառ պրակտիկայի սակավաթվությունը կամ գրեթե իսպառ բացակայությունը եւ կարեւոր է այս մասում նկատի ունենալ, որ ամուսնական պայմանագիրը ոչ թե անվստահության արտահայտում է, այլ լրիվ հակառակը, կարող է շատ դեպքերում լինել բոլորովին հակառակը, այսինքն ավելի մեծ վստահության լայն արտահայտում։ Ամուսնական պայմանագրով կարող են կարգավորվել բացառապես ամուսինների գույքային իրավունքները։ Այն կարող է կնքվել ինչպես ամուսնությունից առաջ, այնպես էլ ամուսնության ընթացքում նոտարական վավերացմամբ։ Պայմանագիրը կարող է վերաբերել անշարժ եւ շարժական գույքերին, անվանդներին, վարկերին եւ այլն։ Ամուսնական պայմանագրով չեն կարող կարգավորվել օրինակ ամուսիններից մեկի գործունեության սահմանափակումը, երեխայի խնամքի կամ տեսակցության հետ կապված հարցերը։ Ամուսնական պայմանագիրը հստակ կարող է սահմանել, որ գույքը պատկանում է որ ամուսնուն, դա նաև ներառում է ինչպես անշարժ գույքը, այնպես էլ տրանսպորտային միջոցներ, ինչու չէ նաև ֆինանսական, այսինքն ներդրված բանկային ավանդները, ֆինանսական հաշիվներում գտնվող դրամը եւ այլն։ Այսինքն սա ընդգրկուն ամբողջությամբ ներառում է ամուսիններին պատկանող գույքի եւ գույքային իրավունքների հետ առնչվող բոլոր հարցերը։ Գործնական նշանակություն ունի նաև ամուսնությունից առաջ ամուսիններից մեկի ձեռք բերած գույքի հարցը։ Եթե անձն արդեն ունի բնակարան, հողամաս կամ այլ արժեքավոր գույք, պայմանագրով հնարավոր է հստակեցնել դրա նկատմամբ ամուսինների գույքային իրավունքների կարգավորումը։ Չնայած Հայաստանի գործող օրենսդրությամբ ամուսինների նախքան ամուսնությունը ձեռք բերած գույքը համարվում է տվյալ ամուսնու սեփականությունը, սակայն պրակտիկայում շատ են դեպքերը եւ բազում են դատական վեճերը, երբ օրինակ մյուս ամուսինը տվյալ ամուսնու գույքի հետ կապված որոշակի բարելավումներ է արել, պայմանական այդ բարելավումները կարող են լինել վերանորոգման տեսքով, լրացուցիչ ներդրման տեսքով եւ այդ պարագայում լրացուցիչ վեճ է առաջանում ամուսինների միջև գույքը, որը չնայած մինչեւ ամուսնություններ ձեռք բերել, բաժանելու կամ ինչ որ համամասնությամբ կիսելու կամ փոխհատուցում ստանալու եւ այլն։ Այ ամուսնական պայմանագրով կարող են նաև այդ հարաբերությունները կարգավորվել։ Օրինակ կարող է սահմանվել որոշակի շեմ, որ անկախ բարելավումների ծավալից, քանակից պայմանական 3 միլիոն դրամից ավել փոխհատուցում չի տրվելու մյուս ամուսնուն կամ առասարակ փոխհատուցում չի տրվելու, դա միևնույն է շարունակելու է մնալ տվյալ ամուսնու սեփականությունը կամ բոլորովին այլ կարգավորում, որ եթե թեկուզ մի փոքր բարելավում արեց, ապա դա համարվելու է 50-50 համատեղ սեփականություն։ Պայմանագրով հնարավոր է կարգավորել եւ տարանջատել նաեւ ամուսնության ընթացքում ձեռք բերվող գույքի իրավական ռեժիմը։ Խոսքը կարող է վերաբերել անշարժ գույքին, ավտոմեքենաներին, բանկային ավանդներին, ներդրումներին եւ այլ ակտիվներին, նախապես սահմանելով, թե ինչ իրավունքներ են ունենալու դրանց նկատմամբ ամուսինները։ Պայմանական, եթե գործող օրենսդրությամբ չկա ամուսնական պայմանագիր, ցանկացած գույքային իրավունք, որ ամուսինները ձեռք են բերում, համարվում է ամուսինների համատեղ սեփականությունը, կամ ինչպես ժողովուրդն է ասում, 50-50 համամասնությամբ։ Այդ 50-50-ը հնարավոր է ամուսնական պայմանագրում ոչ միայն փոխել եւ պայմանական սահմանել 70-30 հարաբերակցություն, այլև կարելի է պայմանագրով նախատեսել, որ պայմանական ամուսինների ավանդները համատեղ սեփականություն են այդ նույն 50-50 սկզբունքով, բայց օրինակ ավտոմեքենաները, շարժական գույքերը յուրաքանչյուր ամուսնուն դա միայն իր սեփականությունն է։ Բիզնեսի դեպքում նույնպես կարող են կարգավորումները լինել շատ ավելի սպეციფիկ, որ եթե ամուսինը պայմանական մի ամուսինը բիզնես գործունեությամբ է զբաղվում եւ դրա իր հիմնական եկամուտն է, կարող է դիտարկվել, որ իր ձեռք բերած նոր բաժնեմասերը միևնույն է համարվելու են բացառապես միայն իր սեփականությունը եւ մյուս ամուսինը դրա նկատմամբ հավակնություն չի կարող ունենալ։ Պայմանագրի արդյունավետությունը սակայն կախված է ոչ միայն դրա առկայությունից, այլև բովանդակությունից։ Անորոշ կամ օրենքի պահանջներին չհամապատասխանող դրույթները հետագայում կարող են դառնալ նոր վեճերի պատճառ։ Հետևաբար կարևոր է նախապես հստակեցնել կողմերի գույքային եւ ֆինանսական հարաբերությունները եւ պայմանագիրը կազմել հաշվի առնելով կոնկրետ իրավիճակը։ Ամուսնական պայմանագիրը հստակ նաեւ կարող է սահմանել ամուսիններին պատկանող համատեղ բիզնեսը, օրինակ ընկերությունում ունեցած իրենց մասնակցությունները, թե ինչ չափաբաժիններով են պատկանում որ ամուսնուն եւ հստակ սահմանել նրանց ամուսնալուծության հետևանքով ով ինչ գույք է ունենալու հետագայում։ Այսինքն
կողմերը ազատ են ինքնուրույն որոշել ինչպես սահմանել իրենց պատկանող բիզնեսները, օրինակ ընկերություններում իրենց ներդրված կամ ունեցած փայլամասնակցությունը ինչպես են տնօրինվում, ամուսնության պայմանագրով ինչպես է նաև հետագայում եթե վեճ է առաջանում, ապա ամուսնալուծության հետևանքով ում ինչ գույք է պատկանելու։ Հայաստանում ամուսինները հազվադեպ են կնքում ամուսնական պայմանագիր։ Մասնագետների խոսքով այստեղ երբեմն պատճառ են դառնում նաև տարածված կարծրատիպերը, մշակութային բարքերը։ Ամուսնական պայմանագրի առկայությունը կարող է լուծել անելանելի թվացող իրավիճակները։ Հիմնականում ամուսնական պայմանագրեր կնքել են այն անձինք, ովքեր մի կողմը օտարերկրացի է եղել կամ տվյալ անձինք նաև այլ երկրի ռեզիդենտության հարց ունեն, որովհետև շատ եվրոպական երկրներ պայմանական պահանջում են, որ ամուսինների միջև անպայման լինի կամ ամուսնական պայմանագիր կամ գույքի բաժանման հստակ համաձայնություններ, եւ նման դեպքերում հաճախ էական թույլ տրվող սխալները նրանք են, որ պայմանական եվրոպական երկրի համար կնքվող ամուսնական պայմանագրում նախատեսում են այնպիսի դրույթներ, որոնք Հայաստանի իրականության մեջ կարող են չկիրառվել, նախատեսում են այնպիսի դրույթներ, որոնք Հայաստանում իրենց ունեցած գույքային հարաբերություններին առհասարակ վերաբերելի չէին։ Այսինքն տվյալ դեպքում շատ կարևոր է ոչ թե ուղղակի այցելել նոտարին եւ նոտարի մոտ ուղղակի փորձել ինչ որ պատրաստի տեքստով ամուսնական պայմանագիր կնքել, այլ պետք է անպայման փաստաբանական հստակ ուղեկցում լինի, պետք է փաստաբանի հետ հստակ քննարկվեն ամուսնական պայմանագրի նպատակը, հեռանկարները, ռիսկերը, նորից դրա արդեն կարող են տարանջատվել թե Հայաստանում ձեռք բերվող գույքային իրավունքները, թե Հայաստանից դուրս ձեռք բերվող գույքային իրավունքները, վեճի դեպքում, ամուսնալուծության դեպքում դրանց իրացման կարգը, հանգուցալուծման կարգը։ Եղել են դեպքեր, երբ ամուսնական պայմանագրի բացակայությունը ըստ էության վեճի է հանգեցրել ամուսինների միջև, որ դեպքերում են դրանք շատ վառ արտահայտված, երբ պայմանական ամուսիններից մեկը երկրորդ անգամ կամ երրորդ անգամ է ամուսնացած, նախկին ամուսնությունից ունի գույքային իրավունքներ, ալիմենտային իրավունքներ, երեխաների հետ կապված հարցեր, եւ նման դեպքերում հաճախ նոր ամուսինների միջև որոշ գույքային հարցերի շուրջ լուրջ վեճեր են առաջանում, մինչդեռ ամուսնական պայմանագրով դրանք շատ հաճախ հնարավոր է կանխել։ Ամուսնական պայմանագրով կարող են կարգավորվել նաև պարտավորությունների հետ կապված հարցերը։ Մասնավորապես, ամուսինները կարող են սահմանել վարկերի, պարտքերի եւ ֆինանսական այլ պարտավորությունների նկատմամբ իրենց գույքային պատասխանատվության շրջանակը օրենքով թույլատրելի սահմաններում։ Այստեղ հստակ նաև կարող են ամուսնական պայմանագրով սահմանվել թե ով ստանձնած պարտավորություններ ինչպես է իրականացնել, օրինակ վերցրած վարկերը կամ փոխառությունը ինչպես է սպասարկվելու, ով է կրելու դրա հիմնական բեռը, այնուամենայնիվ չի կարող սահմանափակվել այստեղ երրորդ անձի, օրինակ բանկի կամ ֆինանսական կազմակերպության, որից է պահանջի իրավունքի հետ կապված հարցերը։ Միևնույն ժամանակ պայմանագրի առկայությունը դեռևս չի նշանակում, որ դրա բոլոր դրույթները ցանկացած իրավիճակում անփոփոխ ուժ կունենան։ Օրենքը նախատեսում է դեպքեր, երբ ամուսնական պայմանագիրը կարող է փոփոխվել, վիճարկվել կամ ամբողջությամբ կամ մասնակի անվավեր ճանաչվել։ Գործնականում ամուսնական պայմանագրերի կիրառումը լայն տարածված չէ, բայց եթե այն լայն տարածում ունենար, այն կարող էր էապես նվազեցնել շատ դատական վեճեր եւ դրանց երկարատևություն։ Օրինակը կարող ենք բերել անշարժ գույքի, դրա բարելավման, դրա հնարավոր ընդհարցակման, ընդլայնման հետ կապված վեճերով, երբ չնայած անշարժ գույքը ի սկզբանե պատկանել է ամուսիններից մեկին կամ պայմանական ամուսնության ընթացքում ձեռք է բերվել տվյալ ամուսնու ծնողների նվիրատվության միջոցների հաշվին, նվեր տված գումարների հաշվին, բայց մյուս ամուսինը էական բարելավումներ է կատարել, հաճախ դատարանում առաջանում է այն բարդ իրավիճակը, երբ անհրաժեշտ են փորձաքննություններ, անհրաժեշտ են տարիների բանկային քաղվածքներ, վճարումներն ապացուցող փաստաթղթեր, շինարարությունը, բարելավումը, բարեկարգումը ապացուցող բազում փաստաթղթեր, մինչդեռ ամուսնական պայմանագիրը կարող է էականորեն ընդհանուր մինչև 80-90%-ով կրճատել այդ ամբողջ բյուրոկրատիան, այդ լրացուցիչ ապացուցողականությունը, այդ լրացուցիչ փաստաթղթերը եւ դա կհանգեցնի վեճի ավելի արագ հանգուցալուծման։ Ընդհանուր կարող է բանը դատարան չհասնել եւ վեճը շատ առավել հեշտությամբ հանգուցալուծվել հաշտարարության միջոցով։ Պայմանագիրը կարող է անվավեր ճանաչվել այն դեպքում, երբ որ չեղարկվում է կողմերի միջև ամուսնությունը կամ անվավեր է ճանաչվում կողմերի միջև կնքված ամուսնությունը եւ ինչպես ցանկացած քաղաքացիայի իրավական գործարք, այստեղ եւս գործում են ընդհանուր անվավերության կանոնները, ինչպես օրինակ մոլորության ազդեցության ներքո կնքված ամուսնական պայմանագիրը, բռնության, սպառնալիքի ազդեցության ներքո կնքված ամուսնական պայմանագիրը, դրանք հեշտությամբ կարող են անվավեր ճանաչվել։
Ամուսնալուծության դեպքում նախապես հստակեցված գույքային հարաբերությունները կարող են էապես փոխել վեճի ընթացքը։ Եթե պայմանագրով արդեն սահմանված է, թե որ գույքն ում է պատկանում կամ ինչ կարգով է այն ենթակա բաժանման, կողմերի միջև տարաձայնությունների շրջանակը կարող է զգալիորեն կրճատվել։ Եթե մենք խոսում ենք խոշոր բիզնեսների մասին, մեծ գույքերի մասին, այսինքն արժեքավոր գույքերի թե քանակի, թե արժեքի տեսանկյունից, այս դեպքում կարծում եմ ամուսնական պայմանագրի կնքումը անհրաժեշտություն է ամուսինների համար, որտեղ այդտեղ հստակ սահմանվեն ամուսնության ընթացքում ով ինչ գույք է տնօրինում, ինչպես նաև կտան նաև այդ հարցերի պատասխաններ, որ վեճ առաջանալ դեպքում ով ինչ գույք է ունենալու։ Ամուսնական պայմանագիրն այսպիսով ոչ թե ամուսնության նկատմամբ անվստահության, այլ գույքային հարաբերությունների նախապես հստակեցման իրավական մեխանիզմ է։ Այն հատկապես կարող է նշանակություն ունենալ էական գույք, բիզնես կամ ֆինանսական պարտավորություններ ունեցող ամուսինների համար։